Խիտ անտառներ, լեռնային արահետներ և քաղաքի ամենագեղեցիկ համայնապատկերը մեկ երթուղում։ Բու լեռնահեծանվային պարկի նոր նախագիծը Վանաձորը կդարձնի Հայաստանի և տարածաշրջանի արկածային տուրիզմի կարևոր ուղղություններից մեկը։ Պարկում սկսվել է մոտ 10 կիլոմետր երկարությամբ միջազգային չափանիշներին համապատասխանող նոր արահետի կառուցումը։ Երթուղին նախագծել են Հարավային Աֆրիկայից հրավիրված մասնագետները։ Արահետն անցնելու է Վանաձորի անտառներով, նախկին Արտեկ ճամբարի տարածքով և Սոճիների պուրակով։ Երթուղու ամենաբարձր հատվածից բացվելու է քաղաքը իր ամբողջ գեղեցկությամբ։ Մենք այստեղ փորձում ենք մարդկանց դեպի հեծանիվի միջոցով բնությունը բերել։ Արահետը նախատեսում ենք, որ մինչև դեկտեմբեր կարողանանք կառուցել, ավարտել, ու քանի որ ինքը միջազգային ստանդարտներով է, նախատեսվում է, որ էքստրեմալ մրցաշարեր կարողանանք իրականացնել, ինչպես Հայաստանի տարածաշրջանի, այնպես էլ միջազգային արդեն, քանի որ շատ ավելի երկար է լինելու 10 կիլոմետր, ինքը լրիվ հնարավորություն տալիս է միջազգային մրցաշարերի, ու ընդհանրապես այս արահետը ստարտն է այն գաղափարի, որ Վանաձորը կարող է դառնալ տարածաշրջանի հեծանվային ու էքստրեմալ կենտրոնը։ Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են, առաջին շուրջ 400 մետրանոց հատվածն արդեն պատրաստ է։ Հեծանվասերները հնարավորություն ունեն փորձարկելու նոր երթուղին։ Ասֆալտին քաղաքում վարելը մեկ այլ զգացողություն եւ տպավորություն է առաջացնում, իսկ անտառում հեծանվային արահետներում վարելը մեկ այլ հիանալի տպավորություն եւ զգացողություն է տալիս մարդուն։ Ես անհամբերությամբ սպասում եմ, ճիշտն ասած, լեռնային արահետում վարելուն։ Լեռնահեծանվային պարկում արդեն մի քանի տարի անցկացվում են միջազգային մարզական միջոցառումներ, իսկ Տրիալետի Վանաձոր սպորտային ակումբի անդամները բաց չեն թողնում պարկում մարզվելու հնարավորությունը։ Նոր արահետի կառուցումը շատ դրական կողմեր ունի, մասնավորապես Վանաձորի համար, որովհետև հնարավոր է ներգրավել թե պրոֆեսիոնալներ, թե սկսնակներ, անձամբ մեզ համար ինքը շատ լավ հնարավորություն է փորձել սեփական ուժերը բարձր մակարդակի ու եվրոպական մակարդակի արահետում մեր ուժերը փորձելու համար։ Կազմակերպիչների համոզմամբ նոր արահետի կառուցումը կմեծացնի հեծանվա սպորտով զբաղվողների թիվը, նաև զբոսաշրջիկների հոսքը Վանաձոր, նպաստելով համայնքի զարգացմանը։ Բարդ չի այստեղ քշելը, ո՞նց ես անում։ Չեմ իմանում։ Սերինե Սերոբյան, Գոռ Փելեշյան, լուրերի համար։